Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, այսօր խոսենք սոճու մասին, սասնա ռուսերեն, հայերեն նաև ասում են չամի, շամի եւ այլը, այդպիսի անուններ ունի, սոճազգիների ընտանիքին պատկանող 20-ից մինչև 50 մետր բարձրության մշտադալար փշատերև ծառ է։ Հայտնի է սոճու մինչև 100 տեսակ, որոնցից մեր հանրապետությունում աճում են 13-ը, սոճին ծաղկում է հունիսին, սերմերը հասունանում են 18 ամիս հետո։ Տարածված է մեր հանրապետությունում անտառոտ շրջաններում։ Սոճին հայտնի է շատ հին ժամանակներից, նույնիսկ մեր թվարկությունից առաջ, այն որպես դեղամիջոց, դեղաբույս օգտագործել են հին Հայաստանում հայերը եւ շումերները, որոնք նույնպես հայեր են, հին հայերը։ Ունի շատ հարուստ քիմիական բաղադրություն, պարունակում է եթերայուղեր, դաբաղանյութեր, ալկալոիդներ, ամինոթթուներ, վիտամին C, կարոտին, մի հսկայական քանակությամբ միկրոտարեր, այսինքն այն բոլոր միկրոտարերը, որոնք գտնվում են տվյալ շրջանի հողի մեջ, համարյա դրանց մեծամասնությունը գտնվում են սոճու մեջ։ Պարունակում է նաև բևեկ։ Բևեկն է դա, երբ որ սոճու բնափայտի վրա կատարում են քերծվածներ կամ կտրվածներ, այդտեղից հոսում է այդ զանգվածը, որը մեղրածոր է, կպչուն, մացուցիկ, դեղնավուն եւ ունի յուրահատուկ հոտ։ Որպես դեղամիջոց օգտագործում են սոճու բողբոջները, բևեկնայուղը, որը ստացվում է այդ բևեկնից, բևեկնայուղը եւ դալար ճյուղերի փշատերևը։ Հին Հայաստանում այս բույսից պատրաստել են տարբեր տեսակի դեղամիջոցներ եւ օգտագործել են տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Սոճու բողբոջների ոգեթուրմը օգտագործել են հիմնականում վերին շնչուղիների հիվանդությունների բուժելու համար, նրանով բուժել են թոքերի պալարախտը, այսինքն տուբերկուլյոզը, բրոնխիտը, պլևրիտը, բրոնխոէկտազիաները, թոքաբորբը, օգտագործել են որպես լեղամուղ խոլեցիստիտների համար, սոճու բողբոջները ունեն հզոր միզամուղ հատկություն, սակայն այն հակացուցված է երիկամների սուր ախտահարումների ժամանակ։ Սոճու բողբոջները օգտագործել են նաև լոգանքների եւ ինհալացիաների համար։ Լոգանքներ պատրաստելու համար վերցնում են 500 գրամ, այսինքն կես կիլո սոճու բողբոջները, 5 լիտր ջրի մեջ եռացնում են կես ժամ, որից հետո ավելացնում են լոգանքի ջրին եւ կատարում են լոգանքներ, դրանով բուժում են մկանացավերը, մեջքացավը, նյարդացավերը, ռևմատիկ բորբոքումները եւ կատարում են նաեւ ինհալացիաներ, լցնում են եռման ջրի մեջ եւ շնչում են այդ գոլորշիները վերին շնչուղիների հիվանդությունների համար, հատկապես վերին շնչուղիների կատարի ժամանակ, ինչպես նաեւ այն լուծում է բրոնխներից խորխը եւ արտազատում է օրգանիզմից։ Հետաքրքիր է նաեւ բևեկնայուղը ստացվում է բևեկնից, բևեկնը գտնում է պարունակում է կանիֆոլի պարունակության մեջ, բևեկնայուղը ասեցինք, որ ինչպիսի ձևով է արտահոսում ծառից, մեղրատոր է եւ այլը, նոր քիչ առաջ ասեցինք, բևեկնայուղը շատ դյուրին ձևով լուծվում է
ճարպերում, հետևաբար մաշկի վրա այն անմիջապես ներծծվում է եւ անցնում է մաշկի խորանից շերտերը, գրգռում է մաշկային ռեցեպտորներին, անցնում է նաեւ ներքին օրգանները եւ առաջ է բերում տարբեր տեսակի փոփոխություններ ներքին օրգաններում։ Բևեկնայուղը արտաթորվելով երիկամներով ախտահանում է միզուղիները, իսկ արտաշնչվելով, այսինքն դուրս գալով նաև թոքերով, ախտահանում է բոլոր շնչական ուղիները, բռունցքները եւ այլն եւ խորխը։ Այն ոչնչացնում է վիրուսների եւ միկրոբների վնասակար հատկությունները, ախտահանում է, չեզոքացնում է եւ օրգանիզմի համար, հիվանդության ընթացքի համար ունի բարերար ազդեցություն։ Հիմնականում բևեկնայուղը օգտագործվում է արտաքին նպատակների համար, նրանից պատրաստում են քսուկներ, սպեղանիներ, որը օգտագործում են մաշկային հիվանդությունների, հոդաբորբերի, նյարդացավերի, մկանացավերի համար քսելու տեսքով։ Օգտագործում են նաև սոճու դալար ճյուղերի փշատերևը։ Փշատերևը չորացնում են, կարելի է պատրաստել նաև կանաչ վիճակում, բայց հիմնականում չորացնելուց հետո այն աղում են եւ դարձյալ խոզի ճարպի կամ վազելինի հետ պատրաստում են քսուկներ, թարմ վիճակում պատրաստում են եփուկ եւ ջրաթուրմ եւ ներքին ընդունման ձևով օգտագործելուց այն բուժում է ռախիտը, լնդախտը, նյարդացավը, մկանացավը, սիրտանոթային համակարգի տարբեր տեսակի եւ շնչուղիների հիվանդությունները շատ օգտակար է եւ դյուրին ձևով, արտնավետ ձևով բուժում է այս հիվանդությունները։ Սոճու բողբոջներից եփուկ պատրաստելու համար 10 գրամը վերցնում եք 1 բաժակ երմանջրի մեջ, թրմում եք 1 ժամ, սառելուց հետո քամում եւ խմում եք 1 ճաշի գթալ օրը 3-4 անգամ ուտելուց առաջ։ 50 գրամ բողբոջները 1 լիտր կաթնաջրում, այսինքն ջրի 500 մլ լինում է կաթ, 500 մլ լինում է ջուր, 30 րոպե եփելուց հետո թողնում եք սառի, քամում եւ խմում եք կես թեյի բաժակ օրը 3 անգամ քաղցած վիճակում։ Փշատերևը լցնում եք 2 ճաշի գթալ 400 մլ երմանջրի մեջ, եփելուց հետո 10 րոպե քամում եւ խմում եք 2 ճաշի գթալ օրը 3 անգամ քաղցած վիճակում։ Հարգելի բարեկամներ, բևեկնայուղը դա սկիբիդարն է, այսպես ասած, եւ դրանք վաճառում են դեղատներում, ընդհանրապես սոճու բոլոր տեսակները, բողբոջները, բևեկնայուղը եւ փշատերևը վաճառում են դեղատներում, անհրաժեշտության դեպքում կարող եք գնել եւ օգտագործել ինչպիսի հիվանդությունների համար, որ ասեցինք։ Բևեկնայուղը օգտագործելու համար ասեցինք, որ նա ներծծվելով այրան մեջ գրգռում է կենտրոնական ներվային համակարգը, կարող է առաջացնել անհանգստություն, քնքոտություն հիվանդների մոտ, իսկ բարձրացնել այրան ճնշումը, այլ դեպքերում բարձր դոզաների դեպքում կարող է առաջացնել ցնցումներ, ընկճվածություն եւ Աստված մի արասը նաեւ կարող են լինել մահվան դեպքեր, այնպես որ պետք է զգուշորեն մոտենալ այդ բույսի օգտագործմանը։ Բևեկնայուղի 5-6 կաթիլը լցնում եք 1 լիտր երմանջրի մեջ եւ կարող եք
որպես ինհալացիա օգտագործել շատ արդյունավետ է բռունցքներից խորքը արտազատելու համար։ Հարգելի բարեկամներ, սոճու մասին այսքանը, եթե կունենաք հարցեր, կարող եք զանգահարել կամ գրել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38։ Ցույց տամ իմ գրքերը, ցույց տամ բժշկարանը, որին դուք ծանոթ եք, ներառված է 90 տեսակ հիվանդություն, գրված է հիվանդության մասին ընթերցակ եւ բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ունի իր պատկերասրահը, դեղաբույսերի նկարները, գունավոր նկարները, 3 լեզվով գրած է տակը հայերեն, ռուսերեն, լատիներեն, ունի նաև հետևը քառալեզու բառարան, այս 3 լեզվին ավելացրած նաև անգլերեն, մյուս գիրքը ալկամա, իհարկե այս ալկաման այստեղից արդեն ջնջվել է, սա վերջին գիրքն է, որը կա իմ մոտ, գիրքը վերջացել է, մենք նորից տվել ենք տպարան, որպեսզի վերատպվի, պարունակում է 170 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է կարճ, համառոտ եւ տրված են բուժամիջոցները, դեղատոմսերը, առավելությունը կայանում է նաև նրանում, որ բոլոր դեղատոմսերի տակ գրված է, թե ինչ նյութերն են ազդում նա, ինչի շնորհիվ է կարողանում ազդել օրգանիզմի տարբեր օրգանների վրա եւ տա իր բուժական ազդեցությունը։ Գիրքը ունի նաև հետևը քառալեզու բառարան եւ հավելված, որտեղ տրված են նաև ժողովրդական բժշկության բուժման մյուս ձևերը, խնդրեմ, սա պատկերասրահն է, այս գունազարդ նկարների տակ գրված է 3 լեզվով, ինչպես ասեցինք, նաև մյուս գրքի մեջ, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։